Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, նախքան ելույթիս անցնելը ես կուզեմ այս ամյոնից ողջունել մեր իրավապահ համակարգի գործընկերներին այսօրվա իրենց գործողության համար, որովհետև ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում որ չի կարելի Հայաստանի Հանրապետությունում խոսքի ազատությունը եւ ժողովրդավարությունը խառնել ամենաթողության հետ եւ որ յուրաքանչյուր խուլիգան եւ թափթփուկ պետք է իմանա, որ պետք է օրենքի առաջ պատասխան տա իր արածի եւ ասածի համար։ Սա այսքանը եւ անցնելով հիմնական ելույթից հարգելի գործընկերներ, ուզում եմ ասել հետեւյալը. Եթե նկատել եք վերջին շրջանում ընդդիմությանն առնչվող բազմաթիվ դրվագներին ի պատասխան, որպես արդարացում, հաճախ նրանց կողմից բերվում է արհեստական բանականության վարկածը։ Սա մենք լսեցինք թե Վազգեն Գալստանյան եւ ընկերներ տերորիստական խմբավորմանն առնչվող գաղտնալսման, թե Գյումրու Վարդանիկի կոռուպցիոն դրվագով գաղտնալսման, թե Նարդան arczepiskopos-ի եւ աղա Նաբեղայի Կտրիչ Ներսիսյանին վերագրվող հոգեվորականներին հակաիշխանական հանրահավաքների մասնակցության ստիպելու դրվագով գաղտնալսման եւ թե Ռոբերտ Քոչարյանի իր ենթադրյալ աշխարհաքաղաքական շեֆերին խնդրանքների գաղտնալսման համատեքստում։ Եվ պետք է ձեզ արժանին մատուցել, հարգելի գործընկերներ, հարգելի ընդդիմադիր գործընկերներ, սրանով դուք իսկապես մի անառիկ բերդ հիշեցնող պաշտպանության մարտավարություն եք որդեգրել, որի դիմաց մենք իսկապես անզոր ենք։ Եվ ուրեմն համակերպվելով նրանց պնդումների հետ եւ արտացոլելով նույն տրամաբանությունն ընդդիմությանն ուղղված բոլոր քննադատություններին, ես խոսքս կկառուցեմ ըստ այդմ։ Հարգելի գործընկերներ, նախորդ ելույթումս ասացի, որ երկրորդ չընտրված նախագահի վերջին հարցազրույցին դեռ պիտի անդրադառնամ եւ կարծում եմ, որ դրա ամենաուշագրավ հատվածը անվտանգության կոնցեպտն էր, ըստ Ռոբերտ Քոչարյանի։ Ընդհանրապես այն մարդիկ, ովքեր դիտել են հարցազրույցն ամբողջությամբ, կփաստեն, որ Ռոբերտ Քոչարյանին քննադատության թիրախը, եթե Նիկոլ Փաշինյանից եւ գործող իշխանություններից փոխարինվեր Ռոբերտ Քոչարյանով եւ իր ղեկավարած կառավարությամբ, ապա փաստերի առումով այն կլիներ ամբողջապես անխոցելի։ Հետևաբար առաջարկում եմ մտնել այս մտավարժանքի մեջ եւ քանի որ 98-ից 2008 թվականին Ռոբերտ Քոչարյանին վերագրվող բոլոր արատավոր դրվագները եւս վստահաբար արհեստական բանականության արգասիք էին, մենք դա հնդածս հաշվի կառնենք։ Եվ այսպես անվտանգության կոնցեպտ ըստ իրական Քոչարյանի։ Նա ասում է. Առաջին հերթին պետք է զբաղվել լուրջ բանակով, պետք է ամրացնել անվտանգությունը։ Ես չեմ տեսնում, որ նրանք սրանով զբաղվում են եւ Շվեյցարիայի բանակի օրինակն է բերում։ Ցավոք, իրական Ռոբերտ Քոչարյանի թիրախում մենք ենք եւ մեր իշխանությունը, բայց օրինակ եթե քննադատության թիրախում լիներ 98-ից 2008 թվականի շվեյցարական չափանիշներով բանակով զբաղվող AI Ռոբերտ Քոչարյանը, ապա կպարզվեր, որ 1998 թվականի ռազմական բյուջեն 85 կազմում էր $85 միլիոն, որը պետական բյուջեի 20%-ն էր։ Նույն թվականի Ադրբեջանի ռազմական բյուջեն $100 միլիոն էր կազմում եւ պետական բյուջեի 12%-ն էր։ Տարբերությունը 17% հօգուտ Ադրբեջանի։ Եվ ուշադրություն 2008 թվականին, այն տարին, երբ Ռոբերտ Քոչարյանը լքեց իշխանությունը, Հայաստանի ռազմական բյուջեն կազմում էր $465 միլիոն, պետական բյուջեի 15%։ Եվ նույն թվականի Ադրբեջանի ռազմական բյուջեն կազմել է $2 միլիարդ եւ ընդհանուր բյուջեի 22%-ը։ Տարբերությունը 430% հօգուտ Ադրբեջանի։ Այս թվերը ես կարծում եմ խոսում են եւ կարծում եմ այստեղ իրական Ռոբերտ Քոչարյանի փաստարկներն անխոցելի կլինեին։ Հաջորդը շարունակելով միտքը նա ասում է. Մարտունակ բանակը պետք է նաեւ աշխարհաքաղաքական գործընկերներ ունենալու համար։ Հակառակ դեպքում կունենաս աշխարհաքաղաքական շենքեր։ Այս աշխարհաքաղաքական շեֆեր, որ ասում է, ակամայից հիշում ես հայտնի AI ձայնագրությունը։ Շեֆ ունենալով դու դառնում ես անվտանգության սպառող, իսկ դա նշանակում է, որ դու դրա համար գին ես տալիս։ Ուկրաինայի օրինակն է վերում, ասում է զալոգ է դրված եվրոպական երկրներին, նկատի ունի գրավադրված է։ Ցավոք, այստեղ եւս իրական Ռոբերտ Քոչարյանի թիրախում մենք ենք եւ մեր իշխանությունը, բայց օրինակ եթե քննադատության թիրախում լիներ 98-ից 2008 թվականի աշխարհաքաղաքական լրջագույն գործող AI Ռոբերտ Քոչարյանը, ապա կպարզվեր, որ 2002 թվականի մայիսի 14-ին Հայաստանը եւ Ռուսաստանը ստորագրել են գույք պարտքի դիմաց միջպետական համաձայնագիրը, ըստ որի Հայաստանը իր մի շարք ռազմավարական ձեռնարկություններ ու ենթակառուցվածքները փոխանցեց Ռուսաստանի Դաշնությանը։ Շուրջ $100 միլիոն պարտքի դիմաց։
Տրված ռազմավարական օբյեկտներն էին. Առաջին Հրազդանի Ջեկի 5-րդ բլոկը, Հրազդանի ջերմաէլեկտրակայան, եւ այսպիսով Ռուսաստանը ստացավ Հայաստանի էներգետիկ համակարգի մի մասի վերահսկողությունը։ Երկրորդ Մարս գործարան, բարձր տեխնոլոգիական արտադրամաս, որը խորհրդային տարիներին արտադրում էր պաշտպանական էլեկտրոնիկա։ Երրորդ Երևանի գիտահետազոտական ինստիտուտ, որի գործունեությունը պաշտպանական եւ արդյունաբերական էլեկտրոնիկայի ոլորտում էր։ Եվ չորրորդ Ալմաստ գործարան, արդյունաբերական ադամանդների արտադրություն կիրառվում են ռազմական եւ արդյունաբերական ոլորտներում։ Կարծում եմ իսկապես անխոցելի փաստարկներ են, մասնավորապես 98-ից 2008 թվականի անվտանգության սպառման եւ դրա դիմաց վճարվելի գնի տեսանկյունից։ Ուղղակի անհերքելի։ Հաջորդ առանցքային անվտանգային կետը ըստ իրական Ռոբերտ Քոչարյանի հետևյալն է։ Նա ասում են, այս է մեր սահմանները 29000 եւ այլ քառակուսի կիլոմետր եւ այլ, եւ դրանից դուրս մեզ ոչինչ չի հետաքրքրում, այս է մերը։ Հենց դու ասում ես, քեզ սահմանափակում ես այս մտածելակերպով, դու արդեն խնդրեմ ունես, դու դառնում ես մի երկիր, որը տարածաշրջանային որևէ դերակատարում չի կարող ունենալ։ Քո տեղը որոշելու են, թե այս կամ այն միջանցքը ոնց պիտի գնա, իսկ դու պիտի խելոք նստես տեղդ։ Այսինքն սրանից տրամաբանորեն հետևում է, որ եթե ուզում ես տարածաշրջանային գործոն լինել, պիտի միջազգայինորեն ճանաչված քո սահմաններից դուրս հավակնություններ ունենաս առնվազն քո սահմանակից պետությունների նկատմամբ։ Հակառակ դեպքում պիտի խելոք նստես տեղդ։ Սա է տրամաբանությունը։ Եվ այստեղ, հարգելի գործընկերներ, AI-ը կախում է։ Ասում է, օրինակ, Միացյալ Արաբական Էմիրություններ, որը սահմանակից է Սաուդյան Արաբիայի եւ Օմանի հետ, Քաթարը սահմանակից է Սաուդյան Արաբիայի հետ, Սինգապուրը, որը սահմանակից է Մալազիայի հետ, ասում է, մեծ գործոններ են իրենց տարածաշրջանում։ Նայում ես առնվազն այս պահին եւ տևական ժամանակ է որևէ կոնֆլիկտ չկա։ Կարևորը շատ վստահ է ասում, բայց պատահում է մեկ-մեկ AI-ը եւ եւս կախում է։ Բայց այս շարքի շարունակության մեջ ամեն բան տեղն է ընկնում, երբ նա ասում է, համեմատեմ Գայիցիի հետ, նկատի ունի Հայիթին, ասում է, մի բռնապետ փոխարինում է մյուսով, հետո մյուսով, ասում է, ես աշխարհի հետ գործ չունեմ, դուք ինձ մի խանգարեք, ես իմ բռնապետությունը շարունակեմ։ Հիմա մենք գնում ենք այս ճանապարհով, այս վերջին կալանավորումները ցույց են տալիս դա։ Ցավոք, իրական Ռոբերտ Քոչարյանը Գայիցի իրար հաջորդող բռնապետերի համեմատականը եւս փորձում է անցկացնել մեր իշխանության հետ, բայց օրինակ, եթե քննադատության թիրախում լիներ AI Ռոբերտ Քոչարյանը, ապա կպարզվեր, որ իր պաշտոնավարման տարիներին, այսինքն 98-ից 2008, բռնապետ Քոչարյանին եկել է փոխարինելու մի այլ բռնապետ Սերժ Սարգսյանը 2008-ից 18, որից հետո փորձ արվեց շարունակել Գայիցիի բռնապետական սցենարով, որը խափանվեց հայ ժողովրդի կողմից։ Եվ վերջում պետք է արձանագրել, որ վերջերս Ռոբերտ Քոչարյանը ցուցաբերում է փսիխոանալիզի լուրջ մասնագետի պոտենցիալ, եւ այսպես նա հարցազրույցում ասում է. Նիկոլ Փաշինյանը ունի ներքին չարության մի հսկայական ծավալ եւ իր մարմնի մեջ դա այդ չարությունը չի տեղավորվում։ Անընդհատ դուրս է տալիս, ասում եմ, մարդու տեսակից է։ Սա, հարգելի գործընկերներ, մի դրվագ է, որտեղ իրական եւ AI Ռոբերտ Քոչարյանի միջեւ ոչ մի տարբերություն չկա, որովհետեւ թե իր պաշտոնավարման տարիներին եւ թե հիմա որպես ընդդիմադիր նրա փսիխոանալիտիկ կերպարը եւ դրանում չարության ջղաձիկ դոզան ոչնչով չեն տարբերվում եւ դա ակներև է ցանկացած սկսնակ հոգեբանության ֆակուլտետի ուսանողի համար։ Շնորհակալություն։